Վեդի և Խոսրով գետերի վրա կառուցված երկու ջրընդունիչ կայաններն ու շուրջ 12 կիլոմետր ձգվող ջրատարը Վեդի ջրամբարի ամենակարևոր երակներն են։ Ամեն տարի այս ուղով պետք է անցնի ջուրը շուրջ 30 միլիոն խորանարդ մետր տարողությամբ ջրամբարում կուտակվելու համար։ Ապրիլի 2-ին ջրընդունիչ կայանները ջրամբարի փորձարկման նպատակով բացվեցին և առաջին անգամ կենարար հեղուկը հոսեց դեպի ջրամբար։ Այսպիսով շինարարության մեկնարկից 8 տարի անց անկախ Հայաստանում կառուցված առաջին ջրամբարը պատրաստ է։ Սա ջրընդունիչն է ջրամբարի, սրանից ներքև ջուրը չի իջնելու, ինքը բնապահպանական և մեռյալ ծավալն է համարվում։ Նախնական առաջին ջրալցման գրաֆիկով մենք ջուրը հասցնում ենք մինչև ջրընդունիչի ամենացածր կետը, որը հնարավորություն կտա մեզ հասկանալու ջրամբարի պատրաստվածության աստիճանը փորձարկման համար, թե խողովակաշարի փոխադրող, թե ջրընդունիչների և թե ջրամբարի թասի պատրաստվածությունը։ Ջրընդունիչները և փոխադրող խողովակաշարն ամբողջությամբ ստուգված են առավելագույն հոսքով և արդեն իսկ հանձնված են ջրառընկերությանը։ 1.6 միլիոն խորանարդ մետր ամբարված ջուրը մի քանի ամիս կմնա նույն մակարդակում, որ ջրամբարի հատակն այդ ընթացքում ամրանա։ Ջրային ռեսուրսի կառավարումը Վեդի ջրամբարի օրինակով հանդիսանում է ջրաղբյուրից մինչև ֆերմեր։ Դա կառավարման շատ լավ և արդյունավետ մոդել է։ Այսինքն և կորուստների կրճատում ունենք և ունենք կառավարելի համակարգ։ SCADA համակարգի միջոցով, որը հեռակառավարվող համակարգ է և իրականացնում է նաև ջրաչափություն, հնարավորություն ունենք պահանջարկին համապատասխան կառավարել համակարգը։ Մարդկային գործոնը բացառապես փորձել ենք վերացնել վթարներից և ոչ աշխատանքային ժամերին կառավարելի դարձնելու համար, թե գլխամասերը, թե փոխադրող համակարգը, թե ոռոգման բաշխիչ ցանցը միացված են լինելու համակարգին և այդ ամբողջ համակարգը կառավարելու է կառավարման տնակից։ Ջրամբարի կառուցման ընթացքի ու տեխնիկական տվյալների մասին գործընթացը մեկնարկել է 2016-ին, բուն շինարարությունը 2017-ին։ Կառուցման համար Հայաստանի Հանրապետությունը վարկային պայմանագիր է կնքել ֆրանսիական զարգացման գործակալության հետ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 90 միլիոն եվրո է, որից 15 միլիոնը կառավարության մասնաբաժինն է։ Ջրամբարի կառուցումը պատվիրակվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին։ Ջրամբարի կառուցման ժամկետների վրա ավելի շատ ազդեցին պատերազմական իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում, կորոնավիրուսի համաճարակը և նաև ջրամբարի կապալառուի ֆինանսական վիճակի վրա մեծ ազդեցություն թողեց եվրոյի կուրսի կտրուկ անկումը, քանի որ ջրամբարի կառուցման պայմանագիրը կապալառուի հետ կնքված էր եվրոյով և այդ կտրուկ անկումը շուրջ 35% մեծ ազդեցություն ունեցավ կապալառուի ֆինանսական վիճակի վրա, սակայն այստեղ կարող ենք նշել Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությունը, կանգնեց կապալառուի կողքին և մեծ աջակցություն ցուցաբերվեց, մշակվեցին մեղմացնող միջոցառումներ կապալառուի նկատմամբ, որը հնարավորություն տվեց իհարկե ծրագիրը մի քիչ ուշացումով, բայց ամեն դեպքում ծրագիրը հասցնել իր տրամաբանական ավարտին։ Քանի որ շինարարության ընթացքում հատակից կավի շերտեր են հանվել, պատվարում օգտագործելու համար ջրամբարը նախատեսված 29.4 միլիոն խորանարդ մետրի փոխարեն կարող է ամբարել 30 միլիոն խորանարդ մետրից ավելի ջուր։ Պատվարի ամբողջ միջուկը կավ է, իդեպ երկու պատվարը իրար հետ մոտ 4 միլիոն խորանարդ մետր հողային գրունտ է։ Ինքը գրավիտացիոն պատվար է համարվում, ինքը իր քաշի հաշվին է աշխատում և միջուկը կավարված, որ ֆիլտրացիան գործակիցը հնարավորինս զրոյին մոտեցնել։ Այս ջրամբարի շնորհիվ Արարատյան դաշտի բերրի հողերն ամբողջությամբ օգտագործելի կդառնան, կլուծվի ոռոգման ջրի խնդիրը։ Վեդու ջրամբարի կառուցումը շատ կարևոր է մեր ջրօգտագործողների, մեր ֆերմերների համար, որովհետև այս ջրամբարից ոռոգվելու են արտաշատ ջրօգտագործողների տարածքում մի քանի բնակավայրեր, Վեդի քաղաքը, Դաշտաքար բնակավայր, Ուրցաձոր, Գորավան և Ավշար-Արարատ մի հատվածը։ Ջրամբարը 36 կիլոմետր երկարություն ունեցող ոռոգման ցանցով ինքնահոս համակարգով ոռոգելի կդարձնի 3220 հեկտար հողատարածք։ 580 հեկտար հողի վրա էլ կառուցվել է նոր ներտնտեսային ոռոգման համակարգ, որը ջուրը փակ խողովակով հասցնում է ֆերմերների այգիներ։ Սա ժամանակակից ոռոգման համակարգի անցնելու համար է։ Մեխանիկական ոռոգումից հրաժարվելու պարագայում ամեն տարի կխնայվի 19 միլիոն կիլովատ-ժամ էլեկտրաէներգիա, կդադարեցվի 11 պոմպակայանի շահագործում։ Ջրամբարի կառուցմամբ նաև կմեղմացվի Սևանա լճից ջրի բաց թողման քանակը այն չափով, որ չափով օգտագործում էր այդ հողերի ոռոգման
նպատակով։ Տեղի ֆերմերների համար ջրամբարը երկար տարիներ անհասանելի երազանք է եղել։ Սամվել Կարապետյանը Վեդիում մի քանի հեկտար այգի ունի։ Ծիրան, խնձոր, տանձ, սալոր ու սերկևիլ է աճեցնում։ Հիշում է, ուսանողական տարիքից 80-ականներից է խոսում տարածքում ջրամբարի կառուցման մասին։ Կյանքի 70-րդ տասնամյակում տեսավ ջրամբարը սեփական աչքերով։ Միակ պրոբլեմը մեր մոտ Վեդի տարածքում ու մեր տարածքում Վեդի այդ հատվածում միայն ջուրն է։ Այս սեզոնին ամբողջ համարը ջրում ենք հանքային հանքային ջրով, որը իսկի պիտանի չի բույսին, մշակաբույսերի համար, էլի ծառը պտուղը մի տեսակ խոնավություն տալիս ենք, բայց այդ հանքային ջրով մշակություն, ասեմ, իմ տարածքում, որտեղ ես ունեմ հողակտորներ, շուրջը, կոնկրետ իմ խաղաղի այգի շուրջը, հարևաններս չեն մշակում։ Օրինակ անցյալ տարվա դրությամբ գիտեմ, որ Վեդիում 170-200 հեկտար անմշակ հող է եղել ջրի պատճառով։ Սամվելն էլ 1 հեկտար վարելահող ունի, որ չի մշակում, չի ուզում դա էլ այգի դարձնի։ Որ ջուրլի կմշակենք, ենթադրենք պամիդոր, մշակաբույսեր։ Եթե լինի, շատերը ինձ թվում է կվերանայեն, այգիները կփոխեն մշակաբույսերով կամ դատարկ հողերը կմշակեն եւ պետության համար, եւ մարդկանց համար, եւ ժողովրդի համար շատ լավ կլինի։ Մեր նշած բնակավայրերում ունենք 2500 հեկտար հողատարածք, որը գյուղատնտեսական նշանակության է, բայց այս պահին Վեդու ջրամբարի տակ գտնվող հատվածը 940 հեկտարի մոտ է, որը մշակվում է, բայց Վեդու ջրամբարը շահագործելուց հետո հուսանք, որ ոռոգվող տարածքները, այսինքն մշակովի տարածքները կավելանան։ Մոտ 1600 հեկտար նախատեսում ենք։ Ջրամբարի կառուցումով մենք ապահովում ենք կայունությունը ջրի մատակարարման, որը ֆերմերները ավելի վստահ ու ապահով գնում են այդ հողերի մշակմանը։ Այստեղ նաև այս ջրամբարի կառուցմամբ լրացուցիչ նաև շուրջ 400 հեկտար լրացուցիչ հողատարածքներ են ավելացել, որտեղ մինչ այդ չկար ընդհանրապես ոռոգում եւ այս կառուցմամբ նաև այդ հողերը ունեցան ոռոգման հնարավորություն։ Առաջիկա 1.5 ամսում շաբաթը 2 անգամ ստացվող տվյալները վերլուծվելու են ջրամբարի ամրությունը եւ ճիշտ աշխատանքը ստուգելու նպատակով։ Հաջորդ տարի արդեն, անգամ եթե ջրամբարը լիարժեք լցված չլինի, ոռոգում կիրականացվի ամբարված ջրով, զուգահեռ գետերից ջուրը կշարունակվի լցվել ջրամբար։ Եթե եղանակը բարենպաստ լինի եւ սարերում ձյան պակաս չնկատվի, տեսականորեն հնարավոր է մյուս տարի Վեդի ջրամբարը ամբողջությամբ լցված տեսնել։ Հակառակ դեպքում ըստ պլանի ջրամբարը 100% նիշին կհասնի բացումից սկսած 3 տարվա ընթացքում։ Վեդի ջրամբարից բացի կառավարությունը 17 ջրամբար կառուցելու մտադրություն ունի։ Ելփինի, Աստղաձորի, Քասախի, Լիչքի եւ Արթիկի ջրամբարների նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակված ավարտված են։ Ունենք շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություններ։ Տարբեր փուլերում են գտնվում ավարտված նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության փուլերը։ Այսինքն պարզ փորձաքննություն, համալիր փորձաքննություն տարբեր փուլերում են գտնվում։ Փորձաքննությունների ավարտից հետո արդեն հաջորդ գործընթացը կմեկնարկենք։ Մրցութային գործընթաց։ Մյուս 12 ջրամբարների պարագայում շուտով մեկնարկելու է տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրության աշխատանքների ծառայությունների մատուցման փուլը։ Ջրամբարը դա հուսալիություն է, դա ջրամատակարարման անխափան ապահովման երաշխիք է, հա, ջրամբարը։ Երբ որ մենք ասում ենք գետը գիտենք, որ տարվա ամռան սեզոնին ինքը արդեն գնում է նվազագույնի, բնապահպանական եւ այլն։ Իսկ ջրամբարը ապահովում է դա։ Իդեա մեր գյուղատնտեսության համար հույս է ներշնչելու հավատ, որ ինչ ասեմ, այն չմշակվող հողատարածքները սկսեն մշակել։ Նոր ջրամբարների կառուցման համար Վեդիի արդեն կառուցված ջրամբարը լավ հիմք է, նշում են մասնագետները։ Նախ ամբողջ գործընթացը վերահսկել են միջազգային կազմակերպությունները։ Ջրամբարաշինության գործում կիրառվել են միջազգային ստանդարտներ։ Մեծ փորձ են ձեռք բերել թե տեղի շինարարները, թե պատասխանատու պետական գերատեսչությունները։ Այս շինարարության փորձը թույլ կտա 1 տասնյակից ավելի ջրամբարների կառուցումն իրականացնել նվազագույն ռիսկով։ Մուշեղ Իսախանյան, Հովանես Քյոսեյան, Սեյրան Անտոնյան եւ Դավիթ Դանիելյան, Կիրակնորյա լուրեր։